Բարև սիրելիներ, ինչպես գիտենք, այս գիրագի մեծ բահոց գիրագիներ են անարագի գիրագիին գզուկաթիբի։ Հետևաբար, այսօրվա մեր նյութը պիտի ըլլա անարագ որդիին մասին, բայց որ անարագին, այսօր մենք պիտի խոսենք և խորհրդածենք երեց որդիին մասին։ Ուրիշ խոսքով, երեց անարագը կամ սրտով և հոգիով անարագը։ Նկատի ունենալով, որ գրծեր որդիի մասին շատ խոսված է և շատ քարոզներ լսած ենք ու անկասկած բոլորս էլ շատ լավ գիտենք անոր պատմությունը և դասերը մեր կյանքին համար, այսօր ուզեցի, որ խորհրդածության նյութերնից ըլլա երեց եղբայրը կամ երեց անարագը, որուն մասին ըսված և չըսված խոսքերը ուշադրությունս գրաված են երկար ժամանակի ի վեր և այսօր ուզեմ ձեր հետ բաժնեկցիլ։ Անարագ որդիին արագը գտնվի Ղուկաս ավետարանի 15-րդ գլխուն 11-ին 32 համարներուն մեջ։ Գարդանք միասին։ Անուն Հոր և Որդվո և Ոգուին Սրբո ամեն։ Ապա շարունակեց. Մարդը երկու զավակ ուներ։ Գրծերը հորը ըսավ. հայր, քու ստացվածքեդ ինձի ինգած բաժինը հիմա դուր ինձի։ Եվ հայրը իր զավակներուն միջև բաժնեց իր ունեցածը։ Քանի օր ետք գրծեր զավակը արավ իր ամբողջ հարստությունը և հեռու երկիր գնաց։ Հոն անարագ կյանք ապրելով մսխեց հարստությունը և սպարեց իր ամբողջ ունեցածը։ Պատահեցավ, որ այդ երկրի մեջ մեծ սով մտիրեց, երբ արդեն ինք սկսած էր աղքատանալ։ Ուստի գնաց այդ երկրի քաղաքացիներեն մեկուն քով ծառա եղավ և անիկա իր ագարակը ղրկեց զինք խոզ արածելու համար։ Նույնիսկ պատրաստ էր խոզերուն կերած եղջյուրներեն իր փորը լեցնելու, սակայն ոչ ոք կուտար իրեն։ Երբ անդրադարձավ իր վիճակին, ինքն իրեն ըսավ. հորս տան մեջ քանի գործավորներ կան, որոնք իրենց պետք եղած կերակուրեն ավելին ունին, մինչ ես հոս անօդուտենե կմեռնիմ։ Ելլեմ երթամ հորս քով և ըսեմ իրեն. հայր, մեղանչեցի Աստուծո և քեզի դեմ, այլևս արժանի չեմ քու որդիդ կոչվելու, զիս քու գործավորներէդ մեկը նկատե։ Ապա ելավ և հորը քով գնաց։ Տակավին տունեն բավական հեռու էր, երբ հայրը տեսավ զինք ու գթաց։ Վազելով դիմավորեց ձայն, վիզին փաթթվեցավ և համբուրեց։ Որդին հորը ըսավ. հայր, մեղանչեցի Աստուծո և քեզի դեմ, այլևս արժանի չեմ քու որդիդ կոչվելու։ Հայրը իր ծառաներուն հրամայեց. անմիջապես բերեք լավագույն պատմուջանը և հագցուցեք իրեն։ Մատանի անցուցեք իր մատին և կոշիկ տվեք իրեն։ Բերեք պարարտ հորթը, մորթեցեք, ուտենք և ուրախանանք, որովհետև իմ այս զավակս մեռած էր, ողջնցավ, կորսված էր, գտնվեցավ և սկսան խրախճանքի։ Մինչ այդ երեց զավակը ագարակ կգտնվեր։ Վերադարձին, երբ տան մոտեցավ, երգի ու բարի ձայներ լսեց։ Կանչեց ծառաներէն մեկը և հարցուց, թե ինչ կա։ Ծառան ըսավ իրեն. եղբայրդ եկավ և որովհետև ողջ առողջ վերադարձավ, հայրդ պարարտ հորթը մորթեց։ Երեց եղբայրը զայրացավ և չուզեց ներս մտնել։ Այս մասին իմանալով, հայրը դուրս ելավ և աղաչեց, որ ներս մտնե։ Իսկ անիկա պատասխանեց. տարիներէ ի վեր քեզի կծառայեմ, որևէ մեկ հրահանգդ չանտեսեցի և սակայն նույնիսկ ուլմը չտվիր ինձի, որ ուրախանայի բարեկամներուս հետ։ Մինչդեռ երբ եկավ այդ որդիդ, որ քու ստացվածքդ բորնիկներուն հետ մսխեց, պարարտ հորթը մորթեցիր անոր համար։ Հայրը ըսավ. տղաս, դուն միշտ ինձ հետ ես և ամբողջ ունեցածս քուկդ է։ Սակայն հիմա պետք է ուրախանանք և ցնծանք, որովհետև այս եղբայրդ մեռած էր, ողջնցավ,
գործված էր գտնվեցավ։ Ամեն։ Երբ կխոսենք կամ կլսենք կրտսեր որդիի մասին, դեռևս մենք մեզ դուրս կտնենք և կրնանք նաև մտածել, որ ես տիրոջ դարձած եմ, այս դեպքը իմ մասից չէ, կամ իմ հետս կապ չունի, և այլն։ Թեև կրնա այդպես չլալ, բայց երբ որպես հավատացյալներ կխոսենք կամ կխորհրդածենք երեց եղբոր մասին, երբեք չենք կրնար կամ նույնիսկ իրավունք չունենք այդպես մտածելու, որովհետև իրականության մեջ երեց եղբայրը ձևով կներկայացնի հավատացյալները, որոնք հորը տան մեջ կգտնվին, այսինքն մենք։ Հատկանշական է, սիրելիներ, որ երեց եղբայրը շատ քիչ խոսած է այս առակի մեջ, այսինքն 22 համարներուն միայն երկուքը իր խոսքերն են, եթե չհաշվենք իր ինչ կա հարցնելը, որուն հետ 3 համար կլա։ Ասել ուզածս այն է, որ այսքան քիչ տեղ դրված է իրեն ամբողջ առակի մեջ, բայց հետաքրքրական է, որ նույնիսկ չգրված տողերու մեջ շատ բան կտեսնենք իր մասին, որուն պիտի անդրադառնամ այսօր։ Ինչպես տեսանք, առաջին բաժինի մեջ երեց եղբայրը թեր չունի։ Ամբողջ կենտրոնացումը կրտսեր որդիին վրա է, որ ինչպես իր ժառանգը ուզեց հորմեն, գնաց անարագությամբ ապրեցավ և հետո զղջալով եկավ ներողություն խնդրեց հորմեն, և հայրն ալ ուրախանալով խրախճան կրավ իրեն համար։ Բայց եթե բաղմը ուշադրությամբ կարդանք և խոգանք, պիտի տեսնենք, որ նույնիսկ այս հատվածի մեջ շատ բան ասված է երեց որդիի մասին, առանց գրված ըլլալու լրելյայն։ Ուր և ինչպես 7 գետերու մեջ պիտի հիշեմ երեց եղբոր նկարագրի մասին, ինչ որ ուշադրությունս գրավեց։ Առաջին գետը իր ակահությունը և ապերախտությունն է։ 12-րդ համարը գսե, որ հայրը երկու զավակներու միջև բաժնեց իր հարստությունը, այսինքն երեց որդին ալ իր բաժինը առավ։ Թեև կրնար հորը ասել, որ թող մնա, չեմ ուզեր հիմա։ Անով հանդերձ 29-րդ համարի մեջ կտեսնենք, որ երբ հայրը գաղաչե, որ խրախճանքի մտնե, ինք կարարգե ասելով, որ հայրը ուլմը նույնիսկ չտվավ իրեն։ Որքան ակահ և ապերախտ պետք է ելլա մեկը, որ այդքան հարստության կողքին մեկ ուլին նյութը ընե, և այն ալ հորը ոչ օտարին։ Այնպիսի հորմը, որ ամեն ինչ տված է իրեն, ինչպես ինք հայրը գսե 31-րդ համարի մեջ։ Արդյոք մենք ալ ակահ և ապերախտ կգտնվենք երկնավոր հոր հանդեպ, որ ամեն ինչ տված է մեզի, մինչև իր միածին որդին չխնայեց, մենք ինչպես կմոտենանք մեր հորը, գոհունակ սրտով, երախտագետ հոգիով, կամ քանքադի և դրդունչի խոսքեր կլսե Տերը մեզմե։ Իսկ մեր նմանին հանդեպ ակահ և ապերախտ կեցված կունենանք, աչք կդնգենք մեր նմանին ունեցվածքին, ինչ որ ըլլան անոնք, նյութական թե հոգևոր բարիքներ, կրնան նույնիսկ բարգևներ ըլլալ, արդյոք տիրոջ կողմէ մեզի շնորհված բարգևներով չգոհանալով կփափագինք ուրիշին ունեցած բարգևը կամ բարգևները ունենալու որպես ակահության հետևանք կամ ապերախտ կգտնվենք մեր նմաններուն հանդեպ, քննենք մենք մեզ։ Երկրորդ գետը իր անսիրալիր կեցվածքն է։ Սիրո պակաս ուներ եղբոր հանդեպ չսելու համար ատելություն։ Ուրգե գիտենք, հատվածին առաջին բաժինին 10-րդ համարին մեջ կտեսնենք, որ երբ կրտսեր որդին հորմեն ուզեց իրեն ինգած բաժինը և քանի օր ետք բոլոր ունեցածը առնելով հեռու երկիր մը գնաց, երեց եղբայրը ոչ մեկ ձևով միջամտեց։ Բնական երևույթ է, երբ տան մեջ անդամ մը այսպիսի որոշում մը գարնե և մյուս անդամները լուր դիտեն կամ իրենց գործին երթան առանց
գարձիկ մը դալու։ Անշուշտ ոչ, մանավանդ որ հարստությունը ուզելուն եւ երթալուն միջև քանի մը օր գանցնի։ Այսինքն երեց եղբայրը արիթ ուներ խոսելու, բան մը ըսելու, համոզելու, որ միտքը փոխե եւ այլն։ Մանավանդ որ երեցը ինքն էր, այսինքն մեծ եղբայրը կամ քույրը որքան սեր եւ քուրքուրանք կունենան իրենց փոքր եղբայրներուն եւ քույրերուն հանդեպ։ Ավելին, գարձեք եղբոր երթալուն պատճառներեն մեկն ալ ինքներ։ Եթե իրարու հետ սիրով ըլլային, այնպես ինչպես իրար կապված քույրեր, եղբայրներ, արդյոք այս քայլը պիտի առներ։ Չեմ կարծեր։ Նկատի առնենք, որ հատուկ նպատակով կամ ծրագիրով մը չգնաց գրծեր եղբայրը։ Գարձեք դունեն փախչիլ ուզեց, ըստ երևույթին ուրախ չէր տան մեջ։ Թեև հորը սերը եւ քուրքուրանքը գվայլեր, բայց եղբոր հետ անհաշտ ըլլալը խանգարեց իրեն։ Ղուկաս 17:3-ին մեջ Հիսուս սկսե. Եթե եղբայրդ մեղք գործե, հանդիմանես ինք, եւ եթե զղջա, ներե իրեն։ Ուրեմն նվազագույն բանը, որ գրնար եւ պետք էր ըներ երեց եղբայրը, եթե գսիրեր իր եղբայրը, հանդիմանելն էր, բայց չրավ։ Եկեք բահմը մտածենք, սիրելիներ, արդյոք մենք ալ մեր անսիրալիր կամ ովևէ ժխտական գեցվածքներով պատճառ կլանք, որ մարդիկ մեզմե եւ մանավանդ Աստուծմե հերանան եւ մեղքերու մեջ ինան։ Այդպիսիներուն համար Հիսուս սկսե, որ ավելի լավ պիտի ըլլար, որ վիզին ճաղացքի քար անցնեին եւ ծովը նետեին։ Ղուկաս 17:1-2 համարներում մեջ կտեսնենք ասիգա։ Կամ երբ տեսնենք, որ մեր հարազատ կամ հոգևոր եղբայրը կամ քույրը սխալ ընթացքի մեջ է, լուր կմնանք, մեզի ինչ կսենք, կամ մեր գարելին գնենք իր սխալ ընթացքեն զինք դարձնելու համար։ Մտածենք այս բոլորի մասին։ Մեր երրորդ գետը, որ երեց եղբայրը ուներ, այն ալ նախանցն էր։ Ուշագրավ է երեց եղբոր գեցվածքը եղբայրը կացած ադեն եւ վերադարձին։ Վերը տեսանք, որ ինչպես անդարբերությամբ դիտեց եղբոր երթալը, իսկ 27-ն 28 համարներում մեջ կտեսնենք, որ գզայրանա, երբ կլսե, որ եղբայրը ողջ առողջ վերադարձեր է եւ հայրը բարարդ հորթը մորթեր է։ Ըլլալիք բան է, որ մեկը զայրանա իր եղբոր կամ քրոջ վերադարձին համար։ Այո, սիրելիներ, նախանցը կգործնե մարդուն հոգևոր աչքերը եւ չի ցկեր, որ հստակ տեսնե իրականությունը։ Ավելին, բոլոր ըսկայրանները կանթամալուծե եւ մարդը չարին կորձիկը կդարձնե։ Բարաբի չէ, որ եկեղեցվո հայրերը 7 մահացու մեղքերու շարքին տասած են նախանցը։ Քալով մեզի մենք ինչպիսի երկու գեցվածքներ պիտի ունենայինք, եթե երեց եղբոր դեղը ըլլայինք։ Մտածենք։ Մեր չորրորդ գետը երեց եղբոր հբարտ եւ ինքնահավան բնավորությունն էր։ Ուր կտեսնենք իր խոսքերը եւ իր մասին գրվածը։ Այս բոլորը կտեսնենք իր խոսքերուն մեջ եւ շատ հստակ ցույց կտան մեզի իր հբարդությունը եւ ինքնահավանությունը։ Հնազանդ զավակի ծածկոցին տակ բահված էին այս երկուքը, բայց երբ իրադարձության մթեմ հանդիման գտնվեցավ, այսինքն երբ լսեց եղբոր վերադարձին լուրը եւ ինչ որ դեղի գունենար ներսը, այլևս չգրծավ ծածկել իր ինքնությունը, որովհետև հբարդությունն ու ինքնահավանությունը ավելի ծանր գշրեցին եւ պատճառ եղան, որ ներս չմտնե հագարակ հորը աղաչանքին։ Ճիշտ ինչպես անապաշխարներ փրկության բարգեւը կմերժեն եւ չեն ուզեր Հիսուսի փարախեն ներս մտնել։ Հոս դեղին է հիշել, սիրելիներ, որ
Հայրը երբեք զադողություն չրավ իր երկու զավակներուն միջև, ինչ որ գրծերին հրավ, երեցին ալերավ։ Հարստությունը հավասար երկուքին միջև բաժնեց։ Երկուքին համար դուրս ելավ եւ իր սերը արտահայտեց։ Գրծերին պատտվելով եւ համբուրելով, իսկ երեցին աղաչելով եւ քաչալերական խոսքեր ըսելով։ Անով հանդերձ երեցը շատ գոշտ եւ արհամարհական վերաբերմունք կունենա հորը հանդեպ։ Ուրիշ գետմը, որ ցույց կուտա իր հբարտ եւ ինքնահավան գեցվածքը, այն ալ հայր եւ եղբայր բարերը չգործածելն է։ Հորը հետ խոսածադեն հայր չսեր, իսկ եղբոր համար եղբայրս չսեր, հաբա որդիդ։ Ասմեկ դեսնենք 15-րդ գլխուն, Ղուկասի 15-րդ գլխուն 29 եւ 30 համարներուն մեջ։ Հագարակ ասոր հայրը իր հետ խոսածադեն դղաս եւ եղբայրդ բարերը կգործածե։ Կարծեք անուղագիորեն ըսել գուզե. Ինչու ասանք կնես հայրը դեմ ես եւ անալ եղբայրդ։ 31-րդ եւ 32-րդ համարներում մեջ կտեսնենք այս մեկը։ Ուրեմն, սիրելիներ, ինչպես տեսանք, հբարդություն եւ ինքնահավանությունն ալ շատ մեծ ավերներ կգործեն ըլլա ընտանեկան կյանքի եւ ընդհանրապես բոլոր մագարտակներու վրա։ Ըսկուշանանք այս մեղքեն, որ դարձյալ մահացու մեղքերու շարքին դասված է։ 5-րդ գետը, որ ուներ երեց որդին, այն ալ իր ինքնությունը չեր ճանչնար։ Ուրիշ կարևոր գետ մնե ասիգա, որ պետք է նկատի առնենք։ Երեց զավակը կարծեք գործված վիճակ ուներ, չեր գիտեր ինք ով է։ Երկու օրինակներով պիտի տեսնենք այս գետը։ Առաջինը աղքատի հոգեբանություն ունեցող հարուստ երիտասարդ մներ ինք, որ իր ամբողջ հարստության մեջ կարծեք գործված էր եւ ուլիմը նյութը գներ հորը։ Այս մեկը, սիրելիներ, շատ մահավատացյալներու հոգեբանությունն է նաեւ։ Երկնավոր հայր ամեն բարգև արադորեն դված է մեզի, բայց որովհետև շատ անգամ չենք գիտեր զանոնք գործածելը, աղքատի պես կաբրինք, ինչպես այս երիտասարդը։ Երկրորդ, խորթի հոգեբանություն ուներ նաեւ։ Պատճառներեն մեկն ալ ասի էր, որ չգրծավ հայր եւ եղբայր բարերը գործածել։ Եվ այս հոգեբանությունը պատճառ եղած էր, որ հորը հետ հայր եւ որդիի սիրալիր հարաբերություն չունենար, նույնպես եղբոր հետ եղբայրական մտերմություն չունենար։ Ինչ կլա, երբ մեկը իր տան մեջ օդարի պես կաբրի։ Ամեն ինչ դագնու վրա կլա, չէ՞։ Իր բնականon ընթացքին գշեղի, ամեն ինչի հանդեպ դարբեր նայված կունենա, որովհետև ոչ որդիի եւ ոչ ալ եղբոր կամ քրոջ պես կմտածե։ Անոր համար Հիսուս այս արագը պատմեց հրեաներուն սորվեցնելու համար, որ երեց որդիին պես չվարվին հայր Աստծո հետ, նաեւ ուրիշ շատ արիքներով խոսեցավ անոնց Աստուծո հայր ըլլալու մասին եւ իր նմանը եղբոր պես սիրելու մասին։ Դերին է նշել, որ այս արագի մեջ երեցը հրեաները գխորտանշե, որովհետև ճիշտ նույնպես գվարվեին հայր Աստուծո եւ իրենց եղբոր հետ։ Իսկ հրեաներն ալ այսօրվան հավատացյալները գխորտանշեն, այսինքն մենք բոլորս կնենք մենք մեզ եւ նայենք, որ արդյոք եկնավոր հոր հետ մտերիմ հարաբերություն ունենք, թե ոչ օդարի կամ խորթի պես ենք, եւ արդյոք մեր նմանին հետ ինչպես կվարվենք։ 6-րդ գետը դարձյալ իր շատ աչքարու գեցվածքները մեկը ցույց կտա, այն ալ իր աններող հիշաճար եւ ողագալ ըլլալներ։ Իր խոսքերեն կտեսնենք, որ երեց որդին նայված անցյալին վրա սևերած էր եւ ոչ ներկային կամ կալիքին։ 25-ն 30 համարներում մեջ կտեսնենք ասոնք։ Երբ ակարագեն կվերադառնա եւ կգիտնա ինչ տեղի կունենա,
գզայրանա եւ գսկսի անցյալի մասին խոսիլ։ Գրնակ պատկերացնել, սիրելիներ, որ այս երդասարտին եղբայրը ողջ առողջ վերադարձած էր եւ փոխանակ ուրախանալու, քովը վազելու եւ համբուրելու, գզայրանա եւ անցյալի նյութեր գփանա։ Ամեն մարդ անցյալը մորցած, ներված է եւ ուրախությանը սկսած է, ինք դագավին փարգությամբ անցյալի մասին գխոսի։ Չի գրնար ներել, ոխ ունի, գարձեք, եթե մերածը լար եղբայրը, գամ երբեք չկար, ավելի ուրախ պիտի ելնար։ Այո, այդպես է, որովհետև իր վիճակը այդ մեկը ցույց կուտա։ Այսպիսի աններով հիշաճար եւ ողագալ նկարակիր հրյաներն ալ ունեին եւ հավատացյալներն ալ գրնան ունենալ, եթե չզգուշանան։ Գիտեք, սիրելիներ, շատ անգամ անցյալդ հիշե ըսելն ալ անցյալին վրա գետրոնանալ կնշանակի։ Ամեն մեկս ինքն իր անցյալը հիշելու է միայն անգետ ասեր քաղելու համար, մնացածը դիրոջ ցերկերուն հանձնելու ենք։ Գրնա լալ մեկը իր վատ անցյալը մորցած եւ նոր էջ բացած է, երբ գսես անցյալդ մորցիր, գարձես անգամ միևս մադդ վրան գտնես եւ փոխանակ օգնելու, որ մորնա թուն գը հիշեցնես իրեն։ Այնպես որ, սիրելիներ, եկեք ուշադիր լանք, որ այս մեղքին մեջ ալ չինանք եւ եթե անցյալը մորնալ մգա, դիմացինը մորնանք։ Մեր 7-րդ եւ վերջին գեդը երեց եղբոր անզիղջ գեցվածքն է։ Հետաքրքրական է, որ այս արագը միշտալ խոսված եւ պատմված է գրծեր որդիին եւ հոր միջև եղած հարաբերության դիդանգունեն։ Եվ գրծերը գարձեք քեշ հերոսն է այս պատմության։ Այդպես կներկայացվի ընդհանրապես։ Մինչ այդ, եթե քեշ հերոս մգա, այն ալ երեց որդին է։ Ինչու՞։ Որովհետև գրծեր որդին թեև անարակ կյանք ապրեցավ, բայց անդրադարձավ իր վիճակին եւ զղջաց։ Նաեւ իր եւ հոր միջև մտերիմ հարաբերություն կար, որովհետև հայր ըսելով գտիմեր հորը։ Մինչդեռ երեց որդին թեև դան մեջ հորը կով մնաց, բայց սրտով ու հոգիով անարակ էր եւ այդպես ալ մնաց, եւ երբեք ալ հորը հետ պետք եղած մտերմությունը չունեցավ։ Իսկ վերջավորության, ինչպես տեսանք, հորը հրավերը մերժեց ու ներս չմտավ, որովհետև Հիսուս չսեր որ մտավ։ Եվ որովհետև չմտավ, կնշանակե թե անզիղջ եւ անապաշխար մնաց։ Սիրելիներ, թեև հոս բոլորս ալ ապաշխարած ենք, բայց մեր սրտին հետևինք եւ զգուշ լանք, որ երբ մեղք մը կործենք, զղջանք եւ ապաշխարենք այդ մեղքին համարալ, որբեսի մեղքի վրա պարտվելով մեր հոգևոր կյանքը չդգարանա։ Ուրեմն սիրելիներ, ասոնք են մեր այսօրվան սորվելիքները երեց որդիին գեցվածքեն կամ կյանքեն, թե ինչպես սրդի եւ հոգիի անարագությունը մարմնավոր անարագութենեն ծանր եւ քեշ է, եւ հետեւաբար գուզեմ ամփոփելով անգամ եւս հիշեցնել այն 7 աչկարու մեղքերը, որոնց մեջ ինգած էր երեց որդին։ Ակահություն եւ ապերախտություն, անսիրալիր վերաբերում, նախանձ, հբարդություն եւ ինքնահավանություն, հորը դան մեջ ինքնությունը չջանցող գործված, աններող, հիշաճար եւ ողագալ, անզիղջ եւ անապաշխար։ Ուրեմն, սիրելիներ, եկեք այսօր անարագի գիրագին օրվան արիթով քննենք մեր սրտերը այս 7 գեդերուն լույսին տակ եւ նայենք, որ արդյոք մեր մեջ ալ գտնվին այս մեղքերը շատ կամ քիչ, եւ եթե տեսնենք, զղջանք եւ ճանանք սրբակրել, որբեսի Տիրոջ հաճելի կյանքեր ունենալով Տերը փառավորենք մեր կյանքերով, որուն գվայել է ամեն փառք եւ օրհնություն
հավիտյանս հավիտենից, ամեն։